ունենք հնարավորություն շփվելու, կապ չունի աշխարհի որ անկյունից ենք։ Նախ մի քանի պատումներ եմ առանձնացրել, հարգելի բարեկամներ, պատումներ ավականիում այսօր տեղի ունեցած հրաշալի դեպքերից, հրաշալին իհարկե ճակերտների մեջ, իրոք ճակերտների մեջ, տուր ու դմփոց, հին հայկական հայհոյանքների տեղատարապ, այնպիսի հետաքրքիր բաներ սովորեցինք նոր, երբ որ պատրաստում էինք update լրատվականին, sense հատնտիր նայում էին կադրերը, որ հանկարծ որևէ հայհոյանք չգնա եթեր, եւ դա մեր ավականին է։ Ես չեմ էլ նայում ով է մեղավոր, ով առաջինը սկսեց, ովուն վրա ջուր շփեց եւ այլն բան, բոլորը երբ որ տասնյակ մարդիկ ծես կրտուկ են իրականացնում, բոլորը իրար արժան են, հա? Բոլորը իրար արժանի են, այնպես որ անգամ չգիտեմ ոնց մեկնաբան է, վայ ասեմ ամոթ է, պիտի նստեն, Արմյուզիկի եթերում Ռաֆայելը ասեց ամոթ է, արի սաստվենք, փոխվենք, բան ոչ մի բան չեք փոխվելու բարեկամներ, բացարձակ, դրա համար նյարդերս հնարավորինս հանգիստ եմ պահում, այսօր հարմար բազմոցին դիրքավորվել եմ եւ ձեզ հետ զրուցելու եմ, լավ լուրերի շարքը գիտեք որն է։ Ես առաջարկում եմ, ճիշտ է, մենք գիտեք, դեռ Դուբայում ենք հարգելի բարեկամներ, բայց փոքրիկ էքսպերիմենտ ենք անելու, ովքեր մեզ լսում են FM 107.5 HD3 հաճախականությամբ, մեր ավանդական 747 477 3444 համարին կարող եք արդյոք զանգել։ Խնդրում եմ, միած զանգեք, հասկանանք աշխատում է արդյոք այն նորամուծությունը, որ արել եմ, թե ոչ, որովհետև մեր հեռախոսը պետք է որ այստեղ եւս հասանելի լինի, եւ հիմա ձեզ հետ միասին այդ էքսպերիմենտը, այդ փորձառությունը ցանկանում եմ իրականացնել։ 747 477 3444 մեր 1000 տարվա հեռախոսահամարն է։ Կարող եք կիսվել ձեր մեկնաբանություններով այդ ծեսկրտուկի հետ կապված կամ այլ հարցերի շուրջ եւս։ Բարի, մինչեւ մեր հարգելի ռադիոլսողները փորձեն, ես շատ նախանձախնդիր թեմա եմ առանձնացրել այսօրվա մեր շփման համար եւ դիտում եմ այդ կադրերը առանձնակի քաղաքական գոնե նախանձով եւ այսօր ողջ օրը մտորել եմ Լեոնիդ Կուչմայի, Յուշենկոյի եւ Պյոտր Պորոշենկոյի երեք մենք մի երկու տողով ասեցինք այդ մեդալ հետ տալու թեմայի հետ կապված, որը մենք գոնե մեր իրականության մեջ ցավոք սրտի դա չենք տեսնի այս իրականության մեջ։ Հիմա բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Ինչու Լեհաստանը զրկեց Զելենսկուն պետական բարձրագույն պարգևից։ Փորձենք հասկանալ։ Այսօրվա մեր թեման։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոտսկին անունել կա, էլի չէ, Լեհաստանի նախագահի անունը Կարոլ է, Կարոլ, ովքեր չեն, բան, հա, թագավոր։ Որոշեց Վլադիմիր Զելենսկուց ետ վերցնել սպիտակ արծիվ շքանշանը։ Այսօր արդեն հստակ իմացանք, որ Լեհաստանի բարձրագույն պետական պարգևն էր դա ու պատճառը Ուկրաինայի կողմից մի զինվորական ստորաբաժանման անվանակոչումն էր ուկրաինական ապստամբական բանակի պատվին։ Զանգ ունեմ, լսեմ զանգ հետո։ Ով է եկել, ով է միացել առաջինը, բարի օր։ Հելո։ Հալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, տեսեք առաջինը, ով զանգեց առաջինը։ Ռաֆայել, դուք ասեցիք զանգեք, ես փորձեցի զանգել, Սիրանուշ Աջյանն է։ Տիկին Սիրանուշ, շատ շնորհակալ եմ։ Զանգը եկել է, դուք եթերում եք, շատ շնորհակալ եմ, փաստորեն աշխատեց մեր։ Ձեզ բարի օր, բարի եթեր։ Ապրեք։ Եվ ուրախ ժամանց։ Շնորհակալ եմ շատ, ժամանցը մի քիչ այդքան ուրախ չի, բայց շնորհակալ եմ զանգի համար։ Մերսի շատ։ Գիտեր, բոլորին թվում է եկել ենք sense հանգստի եւ խրախճանքների, պետք է ցավոք ասենք, այտենց չի շատ հագեցած գործնական առօրյայով ենք եկել եւ ոչ երեք, ոչ այսօր քաղաքի երես չենք տեսել աշխատել ենք, այնց որ շնորհակալ եմ իհարկե ջերմ խոսքերի համար, բայց մենք մի քանի շատ կարեւոր գործերով ենք եկել, որովհետեւ ովքեր Դուբայի եղանակին ծանոթ են, հունիսի վերջը Դուբայ գալու համար զբոսնելու եւ հաճույքներ վայելելու համար այդքան էլ հարմար ժամանակ չի, դրա համար ամեն դեպքում շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Վերադառնանք մեր Լեհաստանի պատմությանը։ Ովքեր չհասկացան, Ուկրաինայում ստորաբաժանման անուն են տվել
UPA կամ ուկրաինական ապստամբական բանակի պատվին, այդ ապստամբական բանակը լեհերի համար տերորիստական բնույթ ունի։ Լեհերը մեղադրում են, որ տարիներ առաջ ձեզ մոտ եղել ասենց մի հատ ապստամբական բանակ, իրանք մեզ կոտորել են, սպանել են, Վոլինի ոչրագործությունը, եթե գիտեք, կոչվում է Վոլինի ոչրագործություն, իրանք էլ իրանք անգամ որոշ գնահատականներով ցեղասպանական գործողություն ա եղել, այդ Վոլինի ոչրագործությունը իրականացրել են ձեր ասած ուկրաինական ապստամբյալ բանակները, UPA-ը, ոնց եք դուք համարձակվում տենց բանանեք։ Հիմա ես էլի պատմության հետ եմ փորձում համեմատել, որովհետև ինչ ասեմ, այդ հորինացինա, եթե չի հենվում պատմական փաստերի վրա։ Այդ նույնն է, ոնց որ մեր դրաստամարտ Կանայանը, մեր լեգենդար դրոն, որը առաջին հանրապետության տարիների մեծագույն զորավարներից մեկն է եւ իր պատմությունը, իր անունը ոսկե տառերով է գրված, բայց մենք գիտենք, որ Ղարաքիլիսայի ճակատամարտում Ղարաքիլիսան այսօրվա Վանաձորնա Կիրովականը վրացիների հետ շատ լուրջ ճակատամարտ է եղել, վախենամ ասեմ թիվը 18-ին էր, թե 19-ին էր, բայց առաջին հանրապետության տարիներին եւ դրաստամարտ Կանայանը ջախջախում է վրացիներին եւ Լորի շրջանի համար, մեր այսօր Լորի վրացիները աչք ունեին Լորիի վրա եւ Լորին նաեւ դրոյի եւ իր հերոսների շնորհիվ դրա մասին քիչ է խոսում, բայց մնաց հայկական։ Հիմա նույնն է, ոնց որ մենք դրոյի անունով մեր փառահեղ զինվորի անունով կոչենք ինչ որ մի կառույց ասեմ, բանակ ասենք, բան, վրացիները ովքեր եղբայրական հարաբերությունների մեջ են հիմա նեղանան մեզնից, ասեն, դե որ դրոյի համար ինքը մերը ճակատամարտել է, ինքը մեզ հետ սենց, ինքը մի խոսքով ու գնաց այդ կինոն։ Հին հայկական պաթոսներով եւ այլն։ Նույն իրավիճակը հիմա այս ուկրաինացի ու լեհերի մոտ է։ Ոնց թե Զելենսկի դու Զելենսկի բռնեցիր բանը, ուկրաինական ապստամբ բանակի անունով ես կոչել, դե վերջ ուրեմն։ Մենք հետ ենք ուզում շքանշանը։ Այս մի հատվածն է պատմության եւ ամենագեղեցիկ հատվածը չի, որովհետեւ ամենագեղեցիկը սկսվում է հետո։ Ես Facebook-ն եմ մի հատ միացնում, որ ես ձեր մեկնաբանությունն էլ կարողանամ հետևել, կիսվեք նաեւ դուք, հարգելի բարեկամներ։ Եվ հետո այս պատմության մտորումներս, այս պատմությունը ընդհանրապես եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հատկապես հարևան պետությունների միջև պատմական նույն իրադարձությունների գնահատականները կարող են շատ տարբերվել։ Այնինչ մի ժողովրդի համար ազգային պայքարի կամ հերոսության խորհրդանիշ է, մյուսի համար կարող է կապված լինել ողբերգությամբ, ծանր հիշողություններով եւ ով եթե ոչ մենք շատ լավ գիտենք ինչի մասին է խոսքը։ Եթե պետությունները սկսեն իրենց պատմական քաղաքականությունը կառուցել բացառապես հարևանների ընկալումների եւ հարևաներին հարմարվելու վրա, ապա ամբողջ պատմությունը պիտի վերանայվի եւ կորենք գնանք ու բան չլինի, դրա համար պիտի պատմության հետ ուղղակի հաշվի նստել այդքան բան, այլ ոչ թե քանդրտել այդ պատմությունը, մանավանդ որ բան հնարավոր չի փոխել։ Հիմա ուկրաինացիների նախանձախնդիր քայլի մասին։ Զելենսկին վերադարձնում է շքանշանը ընդգծելով, որ ախպեր ջան, ուզում եք հետ, ես դուք, ես ձեր մեդալը եւ այլն։ Եվ հանկարծ դրանից հետո Ուկրաինայի նախկին նախագահները Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշենկոն եւ Պյոտր Պորոշենկոն նույնպես որպես սոլիդարնեստ գոտեպնդում հետ են տալիս այդ մրցանակները լեհական կողմին։ Եվ հարցը վերաբերում է երկրի հեղինակությանը, արտաքին քաղաքական դիրքավորումներին ու պետական արժանապատվությանը, այս sense տեղերա, որ մարդու քեֆ է գալիս, այս sense տեղերա, որ ասում ես, արա մի րոպե, կարելի է, չի, հիմա այնտեղ Պորոշենկոին նստացրին, սպանեցին, տո չգիտեմ, գործարանը ձեռից ուզում էին տային, մեր օրն էին ընկել, կոպեկ, պիտի վերադարձնեք, հիշում եք այդ հայտնի պատմությունները, ման։ Էլ չեմ ասում Կուչմայի հետ ինչեր կար, սովետական եք, Ելցինի մնացորդն եք եւ այսպես շարունակ։ Ահա։ Ու մտածում եմ այսօր ինչ կլիներ, եթե դա լիներ հայկական որևէ դրսևորմամբ։ Կարող ենք պատկերացնել, որ Հայաստանում որևէ նախկին ղեկավար, այս փրկիչները, որոնց մեծ մասը հայերեն խոսալ անգամ չգիտի, ինչը շատ ամոթագուն է ինձ համար, կարծում ցանկացած քիչ թե շատ իրեն հարգող մարդ, պիտի իրան ված գա, որ
երկիրը ցանկանում են ղեկավարել մարդիկ, ովքեր հայերեն խոսալ չգիտեն, ում երեխաները եւ թոռները ծնվում են ուրիշ երկրում, ու կապ չունի այդ երկիրը Ամերիկան, Ռուսաստանն, թե Բուրկինա Ֆասոն, եւ իրանք իրանց կյանքը կապում են այդ երկրի հետ։ Ես օրինակ շատ խիստ ձևով կուզեի մեզ մոտ օրենսդրական առումով լիներ փոփոխություն, որ եթե քաղաքական գործիչը, բարձրաստիճան, ազգային ժողովի նախագահը, վարչապետը, դեռ չգիտեմ, սահմանադրական դատարանի ղեկավարը, դատավորը եւ այլն, ինքը իր դուստրը կամ իր կինը կամ հենց մոտիկ մարդը, իր ընտանիքի ունի երրորդ երկրի քաղաքացիություն, երկրորդ երկրի քաղաքացիություն, այսինքն իր կյանքը կապում այդ երկրի հետ, դա իր իրավունքն է, բայց պիտի չզբաղեցնի այդ պաշտոնը, որովհետև շատ խոցելի է, այդ մարդիկ պետական գաղտնիքներ են իմանում, ինչ երաշխիքներ կա, որ այդ մարդիկ վաղը մյուս օր այդ բաները չեն օգտագործի այս կամ այն երկրի հատուկ ծառայությունների համար, ես չեմ հարմարվում լավ, չեն օգտագործի եւ այսպես շարունակ, հա? Ինչ իմանանք։ Դրա համար մեզ մոտ քաղաքական պայքարը վաղուց անցել է պետական շահի բոլոր սահմանները, ընդհանրապես մեզ մոտ այս տպավորության որոշ նախկին պաշտոնյաների համար Հայաստանի պետականությունը հաճախ երկրորդական, գուցե երրորդական է, եւ նրանցից շատերը տարիներ շարունակ տարբեր հայտարարություններով են հանդես եկել, նրանց շրջանակներին մեղադրել են ոչ հայկական շահը պաշտպանելու, շատերին բացեբաց ռուսական շահը պաշտպանելու մեջ, ու բոլոր ակնառու, այսպես գործիչների առումով այդ թեման կա, լինի հոգևոր դասի ներկայացուցիչ, լինի մտավորական, լինի խոշոր բիզնեսի ներկայացուցիչ, մեծ մասին այդ մեղադրանքները հնչեցնում են։ Եվ ուկրաինական այս փաստը, որ մեդալը հետ է տալիս, եւս մեկ անգամ մտորելու առիթ է տալի, որ ինչ կլիներ մեր մոտ, ասենք եթե մի անգամ գոնե նախկին ղեկավարներից որևէ մեկից մի հատ դրական բան լսեին գործող իշխանության մասին։ Ինչա չկա։ Դու կարող 100,000 հատ քննադատություն ներկայացնեք, 100,000 անգամ համաձայն չլինեք իրար հետ, բայց չի կարող տենց մի ղեկավար լինի Հիտլերը, որ Հիտլերը մի հատ դրական բան կարային ասի։ Մի հատ, ասած չեմ, լավ նկարում էր, օրինակի համար եմ ասում։ Չի կարող, այ դա է, որ ծնում է այդ այլընդ բանը անհանդուրժողականությունը եւ մենք դրա համար հայտնվում ենք այս ծանրագույն իրավիճակի մեջ։ Եվ մեր հարգարժան եւ սիրելի ընդդիմության ներկայացուցիչները Ուկրաինայից շատ բան ունեն սովորելու։ Մեզ մոտ էլի այս վիճակը բավականին բարդ է, բայց Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ պետական մտածողությունը չի չափվում ոչ հազարամյակներով, ոչ հնագույն քարտեզներով, ոչ անverջ պատմական հպարտության մասին կենացներով, համերգներով եւ ինչ որ տարազներով, այսպես շարունակ։ Հեգնանքը այն է, որ ուկրաինացիները մեզ նման չեն սիրում ամեն առիթի դոշ ծեծել իրենց բազմահազարամյա պատմությամբ, նոյան տապանից սերտելով։ Ուկրաինան նույնիսկ չի էլ կարող ոտքցել հայկական պատմության հետ, դա պատմական փաստ է։ Բայց եկեք հիմա տեսնենք, թե ինչպիսի պետական ռեֆլեքսներ է կարողանում անել գործող եւ նախկին նախագահները, նույնիսկ լինելով քաղաքական խիստ հակառակորդներ, թշնամիներ, եթե կուզեք, կարողանում են մեկ գծի վրա կանգնել, երբ խոսքը վերաբերում է երկրի արժանապատվությանը։ Ու ցավոք, այն մշակույթը, որի կրողն ենք մենք, պիտի վաղուց այդ արժեքները կարողանար ցույց տալ, թե ինչպես կարող ենք մենք մի քիչ ուրիշ ձևաչափով աշխատել միասին։ Եվ գուցե այն սա է մեր ամենամեծ խնդիրներից մեկը, ոչ թե պատմության պակասը, այլ պետական մտածողության պակասը, որով ցավոք սրտի մենք հիվանդ ենք եւ դեռ երկար ենք մնալու այս կարգավիճակում։ Սրա շուրջ էի մտորում այսօր եւ update լրատվականի առաջին մասը հենց դրան էր նվիրված, նաեւ վերլուծականը։ Էլ չեմ ասում, որ ֆեյքեր էին էլի հրապարակումներ արել, որ Դեդո Բաբոյի արձանը Արցախում ապամոնտաժում են։ Եթե տեսել եք այն տատի պապի արձանը, իբր ապամոնտաժում են AI-ով գեներացված նկարներ էին հրապարակել, դե շատերը մասնագետ չեն տարբերակում, նորմալ եմ գնահատում, շատերը
վախեցել էին, տարածել են եւ այլն, բայց ինձ համար ցավալի է, որ մեր մեջ կան այդ մարդիկ, ովքեր կուզեին, որ դա տենց լիներ քաղաքական նպատակով, հասկանում եք, այ կուզեին, տենց լիներ, որ քաղաքական դիվիդենդներ շահեինք, որ կարողանայինք իշխանության այլ ավելի վատաբանել, որ դարձնեինք դա դրոշակ, դարձնեինք դա զենք, դա շատ ոնց թե չեն քանդել, հասկանում եք, շատերը նեղսրտել են։ Եվ ես եթե հնարավորություն եւ լծակներ ունենայի անպայման այն մարդկանց, այստեղ սկրինշոթներ եմ արել։ Օրինակ, նայեք, ցույց եմ տալի առանց անուն տալու, տեսեք ով է կիսվել այս հրապարակմամբ։ Տեսեք, sense քանդած նկարն է իբր AI-ով գեներացված եւ տեսեք ով է կիսվել։ Չի երևում։ Անունները եթերում չեմ ուզում տալ։ Ովքեր Facebook-ով տեսան, թող տեսնեն։ Եվ եթե բաբոր ասում են մտավորականներն են քանդել այս երկիրը, մտավորականը, եթե ինքը ունենալով լսարան, ունենալով հեղինակություն, ունենալով ազգանուն, չի ստուգում փաստերը, միաչած օրա ես sense բան որ Facebook-ում գրում եմ, ես դրա պատասխանը կարամ տամ։ Հիմա ես Facebook-ում տեսեք, ասենք մի հատ նկար եմ հրապարակում, ինչ-որ մի հատ մտորում եմ գրում բան, հազարավոր ու հազարավոր լայքեր ու բաներ է անում։ Բա որ ես բռնեմ քաղաքական հայտարարություն անեմ, ասենք Պողոս Պողոսյանը գող մարդասպան է, կամ քանդեցին ես ինչ բանը, ես դրա պատասխանը բարոյական, հոգեբանական եւ իրավական կարամ տամ, ես ինքս ինձ հաշվետու եմ։ Մյուսը ինչի հաշվետու չի։ Մանավանդ եթե հայտնի ազգանուն ես կրում, տիկին եւ պարոն եւ մնացած օրիորդ եւ երիտասարդ։ Այս բարոյական ցենսն է, որ որևէ ձևի չեմ կարողանում 8 տարի խոսում ենք, ներկայացնում ենք, այս վերջերս ծխել չծխելու մասին հոդված էի գրել։ Մի բարոյախրատական հաղորդագրություններ են ուղարկում։ Եղբայր, ոչ այդ հոդվածի մեջ ասել եմ ծխեք կամ մի ծխեք, կամ ես լավ եմ անում կամ վատ եմ անում, կամ ինչ որ մեկին ընդհանրապես դաս տալ եւ խրատ տալը ինձից այնքան հեռու բան է, անշնորհակալ գործ է դա ու ես միշտ մաքսիմալ հեռու եմ մնում այդ բաներից, ինչ որ խորհուրդներ տալուց, բացարձակ իմ հետ կապ չունի, ես մտորում եմ ու այնտեղ գրել եմ կես կատակ, կես լուրջ, կյանքում երբեք չեմ ծխել, չեմ փորձել, չեմ հասկանում ինչպես կարելի է ծխել, չեմ ասում վայ ոնց են ծխում մարդիկ կամ չեք ամաչում ծխել, այդ իմ գործը չի, իմ հայրն էլ է ծխում, իմ եղբայրն էլ է ծխում եւ ազգիս 99%-ը ծխում է, դա իրանց իրավունքն է, չեմ Ես ասում եմ, որ այո, գիտնականները ասում են, որ դա վատ է առողջությանը, բայց ես չեմ կարա դառնամ չծխելու ջատագովը, դրոշներ կախեմ, ջոր ֆլեշ մոբեր, դա իմ գործը չի։ Հասուն մարդիկ իրանց կյանք ունեն կամ ասում ունակ ես չեմ խմում։ Այդ իմ խնդիրն է, ես իրավունք չունեմ ասեմ, վայ, ինչպես թե դուք 1000 հատ հարսանիք ու կնունք ու ծնունդ եմ վարում։ Հիմա պատկերացրեք, բեմից ասեմ, չենք խմում, այսօր կտանք սպանեն։ Տեկիլա, Դոն Խուլիո անոխներով ծեծեն լարեն, բոլորին։ Այդ էլի եմ ասում, դա այդ անկալումները մարդկանց ոնց կարելի է բան ձեր ելույթները բան ու մի հատ տղամարդ չգրեց կոմենտներում անձնական նամակներով էին գնում, բայց մի հատ մտեք նայեք իմեջում, դեք ինչ բարոյախրատական բան Աստված են գնում, ես ուզում եմ որ մտավորական կոչվել հանդգնող քաղաքացին, անհատը Ավերջը չիմացանք այդ ոնց են դառնում մտավորական, իր մեջ այդ պատասխանատվությունը կարողանա կրել, հեղինակություն ունենալու, հասարակական կարծիք ձևավորելու, հանրության մոտ որոշակի հուզական զգացմունքներ առաջացնելու առումով։ Եվ ես ամեն դեպս որպես ամեն օր եթերում աշխատող մարդ, ինչ որ Facebook-ում հազարավոր հետևորդներ ունեցող մարդ, համարձակվել եմ գիրք գրող մարդ, այդ ձևաչափը փորձում եմ պահպանել, որ որոշակի հասարակական կարծիք ձևավորեմ հիմնվելով որոշակի սկզբունքների վրա ու վերադառնալով այս մարդկանց, որ Facebook-ում sense բաներ են գցում առանց ճշտելու, իրանք չեն էլ պատկերացնում, թե ոնց են քանդում հասարակական են նորմերը, որը ես եւ շատ շատերը փորձում են կառուցել։ Դրա համար էլի կրկնել եմ ու էլի եմ կրկնում, այո, այս երկիրը քանդել են մտավորականները, լինի դա Արցախի հարցի հետ կապված, լինի դա Արարատի հարցի հետ կապված, լինի դա տասնամյակներ ու տասնամյակներ առաջ Արարատի հետ կապված գործառույթները, Մոսկվայի դաշնագրի հետ կապված կամ Կարսի պայմանագրի հետ կապված կամ մեր առաջին հանրապետության որոշ գործիչներ, որոնց անունները այսօր բացի, բայց որ դուք մի հատ
տարիները կանցնեն, դրանց հովանավորները կանցնեն, արխիվները կբացվեն, դուք կտեսնեք թե ինչեր է եղել, ոնց բոլորը բոլորի դեմ ինչեր են գործել, թե ոնց են ասել, թե մի բուր մնա, մենակ թե մենք մնանք իշխանության, այտենց է եղել, ու դա կլինի աստիճանաբար, հանգիստ, կապրենք, կբացեն արխիվները, լիքը բան կկարդանք, անպայման Ռուսաստանում իրավիճակը կփոխվի, KGB-ի արխիվները եւս կբացվեն հուսամ, եթե չոչնչացնեն եւ այսպես շարունակ մենք այնպիսի քայլերի մեջով ենք անցել, այնպիսի քայլեր են կարել իրար դեմ առաջին հանրապետության տարիներին, խորհրդային միության տարիներին, այս վերջերս էլի որ մի հատ չստացված հռետոր կա, որ ինքը իր մորքուրի տղեն են մենակ նայում իրար լայքում են ամբողջ օրը, անդրադարձել էր, որ եթերներից մեկին Սիլվա Կապուտիկյանի մասն էի խոսել, այդ հատվածը կտրել էր, գցել էր Facebook, ուզում էր մի քիչ ինքնակայանար, տեսեք, կյանքում ոչի բան չարածը Սիլվա Կապուտիկյանից է խոսում, բան, եղբայր, ես բացարձակ ոչ ուզում եմ համեմատվել, ոչ ուզում եմ ոտ գցել, ոչ ուզում եմ որևէ գնահատական տալ, ես ուղղակի փաստն եմ ասում, որ երբ որ մարդիկ Ստալինի մասին գրում էին ոտանավոր, ասում եմ հիմա անցելա տարիներ, այդ մարդիկ չկան, այդ մարդկանց գործունեությանը կարելի է գնահատական տալ, այդ մարդիկ չկան, ոչ ասում եմ տանենք դատենք, ոչ ասում եմ ինչ-որ արգելենք իրանց գրականությունը, չէ, ինչ-որ մի գնահատական կարանք տանք, մարդը գովերքել է Ստալինին, այո, ինչի համար, որովհետև մի հատ ոտանավոր պիտի անպայման ժողովուրդների հայրիկի մասին գրած լիներ, որ քեզ գրողների միությունը թույլ տար կնքեր այդ թղթերը, որ քո գրականությունը կարողանար տպագրվել։ Ես դա հասկանում եմ, դա այդ ժամանակաշրջանի հրամայականն է եղել։ Ու ես չեմ կարող փոխել անցյալը, բայց ես հիմա, որ այդ նույն սխալները չլինի, պիտի հասկանամ, ոնց անենք, որ չկրկնվի, ասենք հիմա մեր Յան անունով հայտնի գործիչները գովերքում են Պուտինին, ռուսական ֆեդերալ ալիքներով, մեր ԱԱՑ նախկին պետը, ազգային անվտանգության նախկին պետը, Արտուր Վանեցյանը, Սալավյովի տաղավարում նստած, ասեց կռիմ նաշ։ Բա ես որպես հայ մարդ չմտահոգվեմ իմ երկրի ապագայի, մաս թե վաղը մյուս օր կանցնի, ասի դե այն ժամանակ պետք էր Պուտինին ասել on такой хороший, on եսի ինչ գովերքել, որ այսինչ հարցերը լուծվել։ Աբա տենց են երկիրը քանդե։ Հիմա կանցնեն տասնամյակներ մեր թորների ժամանակներով կապրենք, չենք կապրի, Աստված գիտի։ Հետո կասեն Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Կաթողիկոսի եղբայրը, որ մեդալ ստացավ, մյուսը դա իրանք պիտի անեին այդպես, որովհետև որ չլիներ, չգիտեմ, մեկի բիզնեսը ձեռս կանեին, մեկի խաչերով կլարեին, մյուսը կնունքի փող չէին տա եւ այսպես, այսինքն կարդարացնենք էլի։ Այդպես են քանդում երկիրը, արգելի բարեկամներ։ Դրա համար պատմությունը զանգ ունեմ, հետո կշարունակենք։ Ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Hello։ Բարև ձեզ։ Փորձենք հասկանալ ընկերներ, չանջատենք։ Լավ, նորից փորձենք։ 747-477-3444, այո, կարող է կապերը մի քիչ ման լինի, ես 3 եթերում ասացի, մերս Արաբական Միացյալ Էմիրության Դուբայի առանձնահատկությունը այն է, որ կապի առումով շատ մեծ սահմանափակումներ է մտցնում ու ես չեմ հասկանում, ասենք, ոնց կարող է այս ազատությունները, այս բիզնեսը, այս մրցակցությունը ունեցող, Facebook-ը արգել են լայվ անել կամ վիդեո քոլ անել կամ Messenger-ով զանգել, Viber-ով զանգել, աստված իմ ինչ ենք մենք խոսում եւ դրա համար հիմա գուցե որոշակի կապի խնդիրներ կա, բայց մի զանգ հաստատ կարողացանք ընդունել, հիմա ես նորից եմ միանում, այնպես որ փորձեք եւս մեկ անգամ զանգել։ Եվ այսպես շարունակ, լավ, վերադառնալով մեր բուն քննարկմանը, որ տարիները կանցնեն, էլի կարդարացնենք, ասեմ, այ դե ոնց եւ այլն։ Եվ այդտեղա որ մտավորականը իրոք իսկական մտավոր ականը ական, պայթյուն եւ մտավոր, այսինքն մտքի պայթյուն իրականացնող մարդը պիտի կարողանա այդ պատասխանատվությունը կրի իր վրա հոսանքին հակառակ գնալու ասելու չէ ախպեր ջան տենց չի էսի մարդասպանա էսի հանցագործա էսի կոռուպցիոներա էսի մյուսնա ոչ թե գնամ հարսանիքին երկեմ որ բանալիները
ավտոյի կամ տան բանալիներից նվիրի 65 հատ տուն ունեն, 67-րդն էլ համերգի ժամանակ տվեցին ու մի հատ աղքատի չասի դարա գոնե լավ ամոթն է լավ բանա ամբողջ աշխարհի դիմաց ձեզ հայտնի մարդիկ համերգ էին կազմակերպում Մոսկվայի Կրեմլովսկայա դահլիճում տներ էին բաժանում մարդկանց ովքեր 65 հատ տուն ունեն ովքեր ամեն մի երգը $6000 են երգում ամեն մի երգը ես եմ վարել իրանց համերգը ես խի չգիտեմ ով ինչ գները ամբողջ դալիճը գոռում էր կրկնի մի հատ երգը կրկնի ասես չէ ինձ տվել են 5 հատ երգի փող բայց չեմ ասի ով էր բայց դա ուրիշ պատմություն է ես եմ վարել բայց դա ուրիշ պատմություն է մի խոսքով հիմա պետք է ասեմ դե արդարացրին ճիշտ է իրանք շատ սպես պարկեշտ մարդիկ էին եւ այլն, հա, ասեն Գալիլեո Գալիլեյը կամ Ջորդանո Բրունոն, բռնին վառին սպանին գիշ անեցին, որովհետեւ կարային ասել, արա ինձ պետք է կլորա երկրագունդը, քարակուսիա երկրագունդը, ասեն ոտերին ընդհանրապես, ինչի՞ սա պետք, բռնին վառեցին ու ինչե վերջ գոռում էր, չէ, կլորա եւ այն պտտվում է։ Այդ է մտավորականը, որ կարողանում է ամբողջապես հարվածը իր վրա վերցնել։ Եվ մնացածները, այս շատ հայկական անուններ գուցե չկարողանամ տալ։ Ասեմ ու մի քիչ երևի Գարեգին նժդե է, որի դեպ կնոջս հետ հենց այս թեմայի շուրջ էինք խոսում։ Շատ մեծ գաղափարների տեր մարդ, հայլուն մտքերի, բայց ինքն իրան զոհողեց դավաճանվելով սեփական զավակներով, հայ ժողովրդով նկատի ունեմ։ Ընկավ կագեբեիշնիկների ձեռը խեշ մարդուն կերան բայց վերջում հերիքշի հետ չկանգնեց իր մտքերից վերջում էլ ասաց ես քեզ ներում եմ ապերախտ ժողովուրդ իր վերջին բառերը նամակ հայ ժողովրդին դեպ ես կարդացած ունեմ YouTube-ում գրեք նժդեհի նամակը հայ ժողովրդին բերթից գրելա ես քեզ ներում եմ ապերախտ ժողովուրդ ֆանտաստիկ մարդ տեսնեմ ով է միացել բարի օր ողջույն բարև ձեզ Լսում եք Ալո Այո, բարև ձեզ Ալո, բարև ձեզ Հազար ողջույն, լսում եք Ռաֆայել ջան, Հայկազն է վեննայցից Շատ հաճելի է, պարոն Հայկազ Ես նախ ասեմ, որ մի 6-7 անգամ զանգելուց հետո նոր մի անգամ տապնվեց, բայց էլի անջատվեց, հիմա կարողացա միանամ Շատ ուրախ Ես լսում էի ձեր ասած թեմաները լսում էի եւ գիտեք ոնց կգնահատեմ Ուկրաինայի նախագահների արարքը Ապա որ դա անձնական շահը ավելի ցածր է քան ազգային շահը Իհարկե, բա ոնց Նրանց արարքը անասելի մեծ արարք է չնայած ունեցած խոչընդոտներին չնայած իրենց նախկին լինելուն դա մեծ արժեք է որը մենք չենք կարողանում այդ արժեքը գնահատել Հիմա հարգելի պարոն Հայկազ դուք պատկերացնում եք այսքան մեդալներ են ստացել հոգևոր դասի, բիզնես դասի նախկին նախագահները նույն Պուտինից եւ ոչ միայն մեկն ու մեկը այս ամեն ինչից հետո ասենք ձևի համար հետ տար Կյանքում չենք տեսնի դա, երբեք Այո, համամիտ եմ Չնայած որ Ռաֆայել ջան ձեր ձայնը ցածր է մի քիչ ես ռադիոն անջատել եմ հիմա հեռախոսով ձեր ձայնը ցածր է լավ չեմ լսում Okay, ամեն դեպքում մերսի զանգի համար ձեզ Հիմնական զանգարելու պատճառը դա է որ ես ազգային արժեքը չէի փոխի ոչ մի այլ արժեքի հետ Շատ բարի պարոն Հայկազ, շնորհակալ եմ ձեր զանգի համար, ձեզ լավ օր եմ մաղթում Շնորհակալություն որ զանգարից Ես եմ շնորհակալ, հաջողություն ձեզ Հաջողություն, հարգելիս, հաջողություն 747-477-3444 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է Միացյալ Նահանգներ Հայաստան Արաբական Միացյալ Էմիրություններ Դուբայ վաղը կլինեմ արդեն տաղավարում վաղը արդեն կզրուցենք Երևանյան տաղավարից բայց ամեն դեպքում մեր հանդիպումները չընդհատվեց եւ չի ընդհատվի գուցե որոշակի սահմանափակումներ թեթև կան զանգի առումով կամ ինչ-որ հարմարության առումով բայց մնացածը ամեն ինչ կարգին է շնորհակալ եմ եւ
Էլի գալիս ենք մեր մտավորական գործիչների կերպարներին, որ պիտի ուրիշ ձև լիներ։ Օրինակ, էլի արժե համակարգի հետ կապված այսօր մի բլոգեր Երևանի կենտրոնում Ֆրանսիայի հրապարակում Ռոդենի արձանի այդ նկարիչը որ կա, այդ Ռոդենի քանդակը որ արձանը կա, այդտեղ մի քանի տարի Արցախի դրոշն է։ Ընդդիմության ներկայացուցիչները միտինգի ժամանակին բերեցին, խրեցին եւ այլն, սենց հաղթանակ էր դա, դրոշը դրեցին, օքեյ։ Մի քանի տարի կար, կարծեմ մի անգամ ոչ պաշտոնապես հեռացրեցին, բերեցին հետդրեցին մի պատմություն, բան, այսօր առավոտյան էլի նկար տարածվեց Facebook-ում, որ Արցախի դրոշը հանրապետության Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է, դա զայրույթ առաջացրեց շատերի մոտ, գնացին էլի Վան որոշ մարդիկ ասցին տեսեք դրոշը կա եւ պիտի մնա ինչքան էլ պայքարեք այդ նույն դրոշ վառելու դատարկ անհիմն ոչինչ չասող էլի ակցիաներ այսինքն երկիրը չկա 100,000-ներով չկան երաբլուրը երապատկված խայտարակ վիճակի մեջ բայց դրոշը կա այս է մեր ինչի է տենց որովհետեւ փոքրուց մեզ արժե համակարգ են տվել այն մարդիկ, ովքեր ամենամեծ տահակներն են եղել, մեր պետության խարանողներն են եղել այդ այսպես կոչված մտավորականները, ովքեր սիրուն sense բաներ են ասել, բայց տակից կոռուպցիոներ, պոտենցիալ դավաճան 5-րդ շարասյան մասնակից։ Ամեն վարքյան ծախեն թե քեզ, թե երկիրը, թե իրանք է բան, գրպաններում է Ամերիկայի կամ Ֆրանսիայի կամ Ռուսաստանի կամ ցանկացած այլ երկրի անձնագիր, թորներն էլ անպայման ընդե պիտի գնան ծնվեն, հա։ Հենց գիտեք հայտնի բան կա, ընդե ծնվի թորոս բան, բայց ինքը ստեղ երկիր է ուզում փրկի։ Հոգևոր հովիվը, Բագրատ Սրբազանը։ Հիմա տերորիստեն արել են չեն արել, ես չգիտեմ, ես դատավոր չեմ, դատախազ չեմ, բայց ինքը Կանադայի քաղաքացի իրան հարցնում են։ Ասում են, բայց դուք Կանադայի քաղաքացի եք։ Ասում չէ դա ուղղակի ճանապարհորդության համար է։ Ես Կանադայի դեսպանը լինեի կամ ես երկրի ղեկավար արտգործ նախարար, չեմ ասում վարչապետ։ Արտգործ նախարար լինեի, մի անգամից այդ նյութը ուղարկում եմ Կանադայի դեսպանին, արտգործ նախարարության սենյակ եմ կանչում արտգործ նախարարին, բանին, դեսպանին, Կանադայի, որովհետեւ վերջերս ամուսնացավ մեր ծանոթներից մեկը, կապ չունի։ Կասեի, voulez-vous danser avec moi, մի հատ եկեք հարգելի Monsieur Despon, մի հատ նստեք։ Ահա, այս ձեր քաղաքացին է։ Այս ձեր քաղաքացին sense բան է ասել։ Ես երբ որ Citizen-ի Ամերիկայի Citizen-ի քննություն էի տալի, ընկերներիցս մեկը մի հատ պատում է պատմել դրոշի հետ կապված Ամերիկայի, որ կյանքում ես չեմ մոռանա, որ կռվով դավով դարավ Citizen գնաց երթմնակալության օրը, երթվել է ստադիոնում եւ այլն բան, դուրս գալուց է որ դրոշներ են բաժանում, այդ դրոշը նետել է աղբամանի մեջ։ Security կամերաներով տեսել են դրոշը նետել է աղբամանի մեջ, կանչել են Citizen-ը cancel են արել։ Այդ է երկիրը։ Ես հիմա Կանադային չեմ ստորադասում, բայց եթե քաղաքացին երթվյալ, ասում է, չէ, այդ քաղաքացիությունից բնակ ճանապարհորդության համար է պետք, այդ քաղաքացի չպիտի լինի քաղաքացի։ Ու կապ չունի դա Կանադայի է, Հայաստանի է, եթե մի հայ մարդ հայկական անձնագիր ունենա գրպանը, ու ասի, չէ, դա ինձ մենակ ինչ որ, չգիտեմ, Ռուսաստան գնալու համար է պետք, որ կարողանամ Իրան գնամ մտնեմ գամ, պիտի ինքը չլինի, որովհետև քաղաքացիությունը չպիտի լինի որպես մենակ փաստաթուղթ։ Եթե դու երթվյալ ես, որովհետև եթե դու բացում ես երթման այդ տեքստը, որ լոյերների հետ պարապում էինք, Citizen-ը, բան, պատմությունը եւ այլն, այնտեղ գրած է։ Դու քո կամքով ես ուզում դառնալ, դու կիսում ես այն արժեքները, որ ամերիկյան պատմությունը տվել է այսա, դու այսինքն դու վիզա չես ստանում, եղբայր։ Ու իմ կարծիքով, եթե մարդ հասնում է այս կամ այն երկրի քաղաքացիություն ստանալու process-ին, ինքը այդ բարոյական բանը պետք է ես ինչ եմ ասում, մենք անբարոյական շատ մեծ տոկոսով մարդիկ ունենք մեր շուրջը, որ որևէ բարոյական արժե համակարգի չեն ենթարկվում։ Եվ էլի ես գուցե շատ տարաձայնություններ ունենամ շատ ուրիշ գործիչների հետ, բայց այն մարդիկ, ովքեր արժե համակարգի մարդիկ են, արժեքներ կրող մարդիկ են եւ այդ արժեքները դիմացին փոխանցող մարդիկ են, դա կլինի ռադիոյով, դա կլինի TV-ով, դա կլինի Facebook-ով, դա կլինի փողոցում, հրապարակում, ես այդ մարդու ընկերն եմ, ջատագովն եմ, աջակիցն եմ եւ միգուցե եւ մարտիկը, հա, այդ արժեքների։ Դրա համար էլի այն մարդիկ, ովքեր
գալիս են քաղաքական գործունեություն ծավալելու գրպանում ունենալով անձնագրեր եւ ասում են դա անցաթուղթ է, պարոն Արարատ Միրզոյան, կանչեք այդ երկրի դեսպաններին, ցույց տվեք այդ մարդկանց այդ կադրերը եւ ասեք, որ ձեր երկրի քաղաքացիները ձեզ վերաբերում են որպես վիզա։ Վիզ դրեք, վիզաները ձեռներից վերցրեք։ Ես կանեի միանշանակ։ Շատ ընկերական մի բաժակ կանյակի կամ մի ինչպես գաված սուրճի ուղեկցությամբ եւ ռոմանտիկ միջավայրում շատ հանգիստ եւ ըստ էության դեսպանի եւ արտգործնախարարության հարաբերությունները հենց այդ ձևաչափով պիտի լինեն միանգամից ինչ մեկնաբանություններ ունեք գրած Ռաֆայել ջան, ձեր գրքում այնքան լավ եք նկարագրում այդ մտավորականներին Արմինե Բաղոմյան։ Դե, հա, այդ մտավորականներին լավ նկարագրում թողում եմ գրքում, չեմ սիրում։ Այդ մի հատ մեկն եկա, անունը էլի, ես անուններ չեմ տալիս, որովհետև իրանց են զոհի վիճակում ադրած իր հետ երբ խոսում ես, այսպես մի հատ տիպ է։ Հորա, նախ այդ կառուցվածքով այսպես մարդ չի կարա լինի, ինքը պիտի լինի, այսպես, ծոցը դրած, թուրը եւ ոչ միայն բանը, երկու հատ Իսկանդերա դրած ամեն բանի, տակ, բայց դա կապ չի ունի։ Բայց ինքը զոհ է, իր այդ խոսում ես ինքը, այ, ինչա, մի հատ բացատրի ինչա, այդ որ 65 հատ տուն էի կառնում Երևանում, այդ որ երեխեքի տանում էիր, ունենում էիր լավ երկրներ, այդ որ մի հատ բանակում չեն ծառայե Եռաբլուրի տեղը չգիտեն ուրիշ երեխեքի գնով դուք ես լավ էիր զգում, ծոնում էիր ձոն ցնծության, այտենց չէիր տնքում։ Հիմա էս ինչ բան է։ Ու նախ տղամարդու տնքոց մի քիչ ավելի վատ է, բայց այտենց է։ Ինչի եք դուք այտենց զոհի մեջ։ Ինչա պատահել։ Եվ այսպես շարունակ, այսենց ապրում են, ու անպայման պիտի կանչեն հյուր իրանց պատկան ալիքներով, սենց նստում են, ինչ-որ բաներից են խոսում, երբ որ մենք ունեինք արժանապատվություն, նախ դուք երբեք չէիք կարա ունենայիք արժանապատվություն, որտեղ արժանապատվություն ունեն մարդիկ, ովքեր բարոյական որոշակի նորմերի ենթարկվում են, անբարոն չի կարա ունենա արժանապատվություն, երբ որ մենք ունեինք, չգիտեմ ինչ ունեիք, Ինչ մի հատ բացատրեք, ինչ ունեիք, դուք ինչ ունեիք։ Աշխատել եմ 1000 մարդու հետ ամբողջ բանը գիտեմ, ինչերից էին խոսում կուլիսներում, ինչ հարաբերություններ ունեին, ով սիրասներ, ով չգիտեմ ինչներ կամ հիմա ինչա կատարվում, բայց երբ որ մենք ունեինք, ինչ ունեիք, որ ռոմինգով էիք իրար հետ խոսում, այդ ունեիք։ Կամ որ ասում է քաղաքացիություն ստացան այսքան մարդ Հայաստանի։ Եկան ստացան բան։ Բայց եթե դու անկախ երկրիկ այդ անձնագրով գնայիք գայիք, բայց ինչի գալի Հայաստանի քաղաքացի ստանում, որ գնայիք X երկիր, կարևոր չի թե ուր։ Այդտեղ է որ հարցը առաջանում։ Իսկ մենք այդ ինչ ենք արել։ Իսկ այդ ոնց է եղել։ Կամ երբ որ համապատասխան մարդիկ ազգային ժողովի падգամավոր էին։ Դուք չգիտեիք մեր երկրում ինչ էր կատարվում։ Դուք չգիտեիք, որ որոշակի մերձավոր օղակներ, շատ բարձրաստիճան մարդկանց, բառացիորեն թալանում են երկիրը։ Բա տնքայիք, այն ժամանակ տնքայիք։ Այս սա է որ ոչ մի լավ տեղ չէր կարող տանել դա։ Եվ մենք արդյունքում հայտնվեցինք այնտեղ, որտեղ պիտի հայտնվեինք այդ ամբողջ արժեհամակարգով հանդերձ։ Մենակ էլի ամփոփելով միտքս, եթերը ավարտելով Ցավալին է, որ ինչ եղավ շարքային քաղաքացուն, իրանք էլի իրանց տներն էլ ունեն, իրանց արտասահմանյան հնարավորություններն էլ ունեն, անձնագրերն էլ ունեն, կապիտալն էլ ունեն, ինչ եղավ շարքային ժողովրդին, որ առանձնապես նենց բանը չուներ, կյանք ուներ, այդ կյանքն են խեղեցին, ոչ բիզնեսներ ուներ, որ ասեմ կորցրեցին, ոչ դղյակներ ուներ, որ ասեմ քանդեցին, ոչ արտասահմանյան հանգիստներ ուներ, որ ասեմ գլխներից կտրվեց, չէ։ Կովը, դաշտը, գոմը, տունը, այդ իրանց կյանքը, չարքաշտ, մեր փառապանց հրաշք մեր ժողովուրդը, որը
այդ գինը վճարեց։ Եվ ինչպես ասում էր Նիկոլո Մաքիավելին իր տիրակալը վեպում, ասում է երկիրը միշտ էլ պատկանում է իշխանավորին։ Բայց պատերազմի ժամանակ երկրի անունը դնում են Սուրբ Հայրենիք եւ հանձնում են ժողովրդին։ Ով եմ ես Նիկոլո Մաքիավելիի խոսքից ավելի լավ որևէ բան ասեմ։ Ատենց է։ Եվ որ խաղաղ ժամանակա թալան տանենք, էսի քեզ։ Հենց թուրքը, պարսիկը, արաբը, մոնղոլն ու թաթարն ու լենք թեմուրը վրա են տվել, վեր քաջ ժողովուրդ ազատի բան, այդ քո ովքեր որ այդ նիվեկով ֆրֆռում եք, այ դուք եք գնա կպայեք այդ երկիրը։ Բայց չի կարող հայ մարդը տենց անի։ Որտեվ գիտի, այդ մի քանիսը արդեն չկան, թռել են, գնացել են, այս երկիրը իրանցն է վերջում մնալու։ Այս բարքերը բան ամենը կանցնի կգնա։ Մնալու է չարքաշ կյանքով աշխատող, այս երկիրը սիրող, այդ երկրի համար պայքարող շարքային քաղաքացին։ Գնացի հավաքվելու, առավոտ շուտ վերադառնալու եմ Երևան, մեր գործառույթները այստեղ ավարտվեցին, չգիտեմ, վաղը եթերին ամեն դեպքում պետք է հասնեմ, պես որ վաղը եթերում Երևանյան տաղավարից կխոսենք, տեսնեմ ինչ է գրել ու ամփոփեմ։ Պաթոսը, հա, պաթոսի մասին է խոսքը իհարկե։ Այն ինչ արժանապատվության մասին է խոսքը, քծնանքը արժանապատիվ էին անում, դե չգիտեմ ես արժանապատիվ թե ոնց այդ արդեն իրանց գործն է, ապրես, բայն Մարգոն ինչ պետք բերան ունի, հարգելի Ռոզանա Կարապետյան, ես կարծում եմ իր բերանը այդքան էլ անպետք չէ, բայց մնացածը չեմ կարող ասել։ Դրա համար եկեք այստեղ ավարտեմ իմ մենախոսությունը ձեր թույլտվությամբ